Տիրոջից գոհ ենք, շնորհակալ ենք, որ նորից Տերը մեզ հնարավորություն տվեց իր ճշմարտությունները ուսումնասիրելու, սովորելու։ Ուրեմն ճշմարտության 33 թեմաներից մենք այսօր հասանք 13-րդ թեմային, որը կոչվում է արդարացում։ Արդարացումը կուսումնասիրենք 4 բաժիններով։ Առաջինը ինչ է արդարացումը, երկրորդը Աստված ճշմարիտ է եւ արդար, դա պետք է ապացուցվի, երրորդը որ մարդն է արդար եւ մարդու արդարացումը եւ չորրորդ բաժինը արդարացման երաշխիքը եւ տեսանելի ապացույցը։ Ուրեմն ինչ է նշանակում արդարացում։ Ընդհանրապես արդարությունը իրավաբանական տերմին է եւ մարդու փրկության համար կարևոր գործ է, որ Աստված կատարել է, որպեսզի մարդը փրկվի։ Այսինքն առանց արդարացնելու մարդը հնարավոր չէ փրկվել։ Եվ Աստված մեր փրկության համար արդարացի իրավական հիմք է դրել, որպեսզի մարդը կարողանա ոչ թե ուղղակի ձևական կոչվել արդար, այլ իրավական հիմքերով պետք է բացահայտվի մարդու արդարացումը, նոր մարդը արդարացման հիման վրա ունենա փրկություն։ Երբ որ մենք ասում ենք արդար կամ դատավորը մեկին պետք է արդարացնի, սա չի նշանակում ներել։ Մեղավորը, ասենց ասած, առանց իրավական հիմքի, եթե մեկը մեղավոր է ճանաչվում, չի կարող արդարանալ, ընդամենը դատավորը կարող է ներել։ Սակայն արդարացնել նշանակում է, որ պետք է բացահայտել, այս մարդը անմեղ է, հանցանք չունի։ Դրա համար դատավորի կողմից սա ողորմություն չի, եթե արդարին ճանաչի արդար։ Դրա համար մենք պետք է նայենք մեր արդար լինել ինչպիսին է, կամ Քրիստոսի Աստծո արդարություն ինչպիսին է։ Օրինակ, երկրորդ օրինաց 25:1-ում գրված է, ասում է, երբ որ մարդկանց մեջ վեճ լինի եւ դատաստանի գան, նրանց դատեն, դատավորների մասին է խոսքը։ Արդարին արդարացնեն եւ հանցավորին հանցավոր հանեն։ Այսինքն դատողները պետք է բացահայտեն մարդու անմեղ լինելը կամ հանցավոր լինելը։ Եթե հանցավորը պետք է հանցավոր լինի, հնարավոր չի արդարացնել եւ անգամ մեղքեր, դա եթե մեղավորին դնեն, արդարացնեն։ Սակայն մենք տեսնենք մեր արդարացումը ինչպես է իրավական հիմքերով։ Կամ Ղուկասի 7:29-30-ում Տեր Հիսուսը ինչ-որ բաներ խոսեց Հովհաննես Մկրտչի համար, Աստծո արդարության համար եւ ասում է, երբ որ ժողովուրդը լսեց այս, ասում մաքսավորները Աստծուն արդարացրեցին, Հովհաննեսի մկրտությունով մկրտվելով։ Ասում են Աստծուն արդարացրեցին, ոչ թե արդարացնել էլի հիշեցում, ոչ թե ուղղակի ներել է նշանակում, այլ բացահայտեցին, որ Աստված արդար է։ Ուրեմն ինչ է նշանակում արդարությունը կամ արդարացումը, նշանակում է բացահայտել մեկի արդարացի լինելը։ Երկրորդ բաժինը, որ ասում Աստված ճշմարիտ է եւ արդար, ընդհանրապես սա պետք է բացահայտվի, որ Աստված ճշմարիտ է, ճիշտ է, նա իր գործերում ճիշտ է վարվում եւ արդար է։ Օրինակ, Աստված, որ արդարություն է գործում, դա գալիս է նա սուրբ լինելուց։ Հիշում եք, Աստված թեմայի մեջ մենք նայել ենք, Աստված քանի որ սուրբ է, դրա համար նա նաեւ արդար է, դատող է անգամ, ճշմարիտ է, անաչառ է, որտեղ սուրբ է։ Դրա համար էլ ասում է Աստծո սրբությունից է, որ գալիս է նրա արդարությունը։ Իսկ ասենք, երբ որ մարդ արդարություն է ասում, ինչ է հասկանում, հասկանում եք արդարացի գործ, վարմունք, կամ եթե մեկը ասում եք նրա խոսքը, միտքը արդար է, ասենք նրա մտածելակերպը ճիշտ է, ճշմարիտ է, իրավացի է։ Իսկ մեղք ասելով մենք նկատի ունենք գործերը, որոնք իրավունքից խախտված են, իրավունքից շեղված են։ Երբ որ մեկին ասում ենք նա արդար է, նկատի ունենք նա դատողությունները, նաև վարմունքը, որ իրավացի է, այսպես էլ Աստված ինչ է ցույց տալիս, ասենք ինչով է արդարանում Աստված, ինչպես է երևում, որ Աստված արդար է, իր գործերով, իր արարքներով, դարերով ուսումնասիրվում Աստծո գործերը եւ տեսնում են, որ ոչ թե միայն Աստծո գործերի մեջ իմաստություն կա, այլ նաև արդարություն կա, ամեն ինչին կարելի է արդարացի տեղը տեղին։ Երբ որ ուշադրություն ենք դարձնում Աստծո օրենքին, դատերին, դատաստաններին, նաև ուրիշ բաների մասին չեմ խոսում, այդ ժամանակ ասվել է, որ դրանից էլ է երևում, որ Աստվածաշունչը Աստծո գիրքն է։ Դրա միջի բոլոր դատաստանները ուղիղ են, ճշմարիտ են, չեն շեղված իրավունքից, օրենքից, արդարությունից։ Եվ օրինակ երկրորդ օրինաց 4:8-ում գրված է. Եվ որն է այն մեծ ազգը, որ
արդար կանոններ ու դատաստաններ ունենա իմ այսօր ձեր առջև դրած այս բոլոր օրենքների նման։ Աստված Իսրայելի առջև կանոններ է դրել Մովսեսի ձեռով եւ Մովսես խոսում է ժողովրդի հետ եւ ասում է, որ ազգն է, որ այսպիսի արդար կանոններ եւ դատաստաններ ունենա։ Իրականում Աստծո օրենքը այդ ժամանակներում մի բացառիկ հայտնություն էր, որ նման դատողություն, նման օրենք, նման իրավական դատաստաններ չկար։ Եվ հիմա էլ չէ, տեսնում եք շատերը հպարտացած են, չեն ուզում Աստծո օրենքով պետության օրենքները կարգավորեն, թե որոշ բաներ վերցնեն Աստվածաշնչից, բայց տեսնում ես, որ նրանք մի օրենք են գցում, համարյա ամեն օր հեռուստացույցով է վեճերը ժողովուրդների, չէ, որ այս օրենքը անիրավություն է, մեր իրավունքների դեմ է, կամ ինչ ազգի չարիքի համար է, կամ այնի ժողովրդի չարիքի համար է, կամ որով ոմանք իրենց շահն են փնտրում, ասենք որոշ օրենքների կետերով, տեսնում ես, որ անդադ ենթակային փոփոխության, որտեվ մարդկանց օրենքների մեջ իրավունք խախտված է, անգամ օրենքը, որ պետք է իրավունք լիներ, իրավունքի սահման բացահայտել, բայց Աստծո օրենքը ցույց է տալիս հենց Աստծո մտածելակերպը, որ ինչ իրավիճակի համար ինչ խոսել է, դա ճիշտ է։ Դրանից այն կողմ էլ երկրորդ ձև չկա։ Դա սրանով ասում է Աստծո գործերով, օրենքներով, դատաստաններով, մտածելակերպով երևում է, որ Աստված արդար է, նրա պահանջները, դրվածքները իրավական են։ Եվ Սամոս 7:11-ն եմ ուզում կարդալ ձեզ համար, որտեղ նորից ցույց է տալիս Աստծո արդար լինելը, ասում է Աստված արդար դատավոր է, եւ Աստված ամեն օր բարկանում է ամբարշտի վրա, որտեղ ինքը արդար է։ Մենք տեսնում ենք անգամ մարդիկ կան, որոնց համար հոգս չի արել որևէ մեկը, որ նրա իրավունքը պաշտպանվի, բայց Աստված պաշտպանել է։ Ոչ թե իհարկե այս աշխարհի սխալ օրենքների նման, որ օրինակ փչացածության գնացած մարդկանց, որոնք հիվանդ են բնույթով, չէ՞ օրինակ մենք ասում միասեռականությունը։ Աշխարհը այսօր վերցել է ուզում է արդարացնել նրանց այս չարությունը, որի համար Աստծո բարկություն կա, օրինակ Սոդոմն ու Գոմորը դրա համար վառեց Տերը։ Դատապարտում է Աստված, բայց մարդիկ այսօր ուզում են արդարացնել, բայց դա հիվանդություն է։ Հիվանդությունը ոչ թե պետք է արդարացնել, այլ պետք է բուժել։ Ասում են նրանց իրավունքն են պաշտպանում։ Նրանց իրավունքի պաշտպանությունը այսպես պետք է լինի, նրանց բժշկել, ոչ թե իրավունք տալ, ինչ ուզում են անեն, աշխարհը ավելի փչանա։ Այսինքն հենց Աստծո վերաբերմունքը ցույց է տալիս, որ նա արդար է։ Օրինակ, ասենք ժամանակին Իսրայել ժողովուրդը կոչվում էր Աստծո ժողովուրդ, չէ՞, Աստծո ազգ։ Եվ Աստված ինչ հրամայեց Մովսեսի ձեռքով ժողովուրդ կար, ազգ կար, որ ժողովուրդներ ավելի ճիշտ, որ մեղքին էին հետևում եւ չեն ուզում ուղղվել Աբրահամի ժամանակով, բայց Աստված որտեղ սիրող է, այդպես շուտ չի պատժում, ժամանակ է տալիս, հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք ապաշխարեն։ Եթե չեն ուղղում, չեն ուղղում։ Ամենայն դեպս պետք է այնպես լինի, որ ժամանակի մեջ են նրանց մեղքը կատարելության հասնում, որ դատաստան կա նրանց վրա։ Երբ որ ուղարկեց ուրիշ ազգերին, ասենց ասած, պատժելու իրենց մեղքի համար Իսրայելի ձեռքով, իսրայելցիները համարվում են մի գործիք, որով Աստված պատժում էր մեղավորներին։ Սակայն երբ որ պահը եկավ, իսրայելցիներն էլ նույն մեղքերը գործեցին, Աստված աչառություն չարեց, չասեց, դե դուք իմ ժողովուրդն եք, ոչինչ գործեք, չասեց։ Նրանց էլ նույն պատժով։ Հիմա ուրիշ ազգեր էր, բերում իսրայելիներ կոտորում, ասորիներին կամ ուրիշ ազգերին։ Հենց որ այն մեղքերն են գործում, որ իրենցից առաջ այդ ազգերը կային այդ հողի վրա, Աստված ասում է, ինչ տարբերություն։ Նրանք մեղք գործեցին, դրա համար իրենց այդ հողի վրից հանեցին։ Այս տարածքը ձեզ նվիրեցի, ձեզ տվեցի։ Նմանապես եթե դուք նույն մեղքերը գործեք, դուք էլ նույն մեղավորներ եք։ Այսինքն այստեղ էլ երևում էր, որ Աստված արդար է։ Աչառություն չէր անում իր ժողովրդի կամ օտարի մեջ։ Անկամ Դավիթ թագավորը մեղանչեց, Աստված նույնպես պատիժ որոշեց նրա համար, որ իր սիրելին էր, իրեն սիրող էր, իրեն գովասանք երգող էր, փառաբանություն տվող էր։ Նմանապես Մովսեսը եւ այլ, ասենք կապ չունի ով է, Աստծո սրբությունը պահանջում է արդար դատաստան։ Իսկ Աստծո սերը պահանջում է ներում, բժշկություն եւ այլ, որ Աստված դրա համար հետո մենք խոսենք ինչ ճանապարհ է պատրաստել ներման համար։
Կարդանք Սամոս 19-ին էլ նորից այստեղ բացահայտում է Աստծո արդար վարվելակերպը, ասում է Տիրոջ վախը սուրբ է մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։ Այսինքն մարդիկ իրենց փորձերով են ասել։ Գիտեք ոնց, ոչ թե օդի միջից դες լսած են, այլ փորձն առած են։ Այսինքն մեր կյանքում եղել է, որ մենք Աստվածաշնչից ասել ենք, այո, այսպես է, բայց չգիտենք ինչու է այդպես։ Ուղղակի հավատում ենք, որ ճիշտ է։ Բայց պահ է գալիս մեր կյանքում, երբ որ մենք փորձն առնում ենք, Աստծո գործը զգում ենք, Աստծո գործը տեսնում ենք, թեկուզ անգամ մեզ էլ պատիժ ասում ենք Աստված արդար է։ Տեր քո գործերը արդար են։ Կապ չունի անգամ, եթե ինձ ես պատժել։ Բայց որովհետև ողորմած ուղղակի կարող է մարդը ողորմություններում խնդրել։ Չսպասի, որ վերջնական պատիժ կա, դատաստան կա նրա վրա։ Սակայն Աստված արդար է։ Այն աստիճան արդար, որ անգամ մեր մեղքերի համար Հիսուս Քրիստոսին դատապարտության մատնեց։ Նմանապես Հռոմեացիներին ուղղված 7:12-ում է գրած, ասում է, ուրեմն օրենքը սուրբ է, պատվիրանքն սուրբ, արդար եւ բարի։ Այսինքն փորձերով, քննելով, իրավական չափանիշի առջև դնելով տեսնում որ Աստծո օրենքը պատվիրանը սուրբ է, բարի է, արդար է։ Մեկ համար էլ կարդամ ասենք մյուս բաժնին Հայտնության 16-ի 5-ից 7-ում գրված է, ասում է. Եվ ձայն լսեցի ջրերի երեշտակից, որ ասում էր. Արդար ես Տեր, որ էիր եւ սուրբ, որ այս դատաստաններն արեցիր, որտեվ ասում է սուրբերի եւ մարգարեների արունը թափեցին, նրա համար էլ արուն տվեցին նրանց խմելու, որ արժան են։ Եվ մի ուրիշ լսեցի, ասում է շարունակում, ասում է այո Տեր ամենակալ Աստված, ճշմարիտ եւ արդար են քո դատաստանները։ Այսինքն հրեշտակները երկնային վկայում են, ինչ են վկայում, պատմությունը չկարդացի, դեպքը ինչի հետ էր կապված, որ Աստված դատեց երկրի վրա ինչ որ տարածք, մի քաղաք կա, անգամ ամբողջ երկրի մասին է խոսքը, որ շուտով պետք է դատաստան լինի, եւ ինչ է խոսվում։ Դու արդար ես, ասենք արդար դատաստան արիր։ Անտեղի չէր, որ այս մարդկանցը այդ պատիժը տվիր, որտեղ ասում են նրանք սուրբերի արուն թափեցին, այսինքն անմեղ մարդկանց արուն թափեցին։ Աստված արդար դատավոր է, երեսի չի նայում, անգամ Աստված երբ որ իր օրենքները տվեց Մովսեսին, պատվիրանի մեջ կա, որ դատավորները հանկարծ կաշառք չվերցնեն, արդարի դատը չծռեն, երեսի չնայեն, հարուստ ու աղքատի չնայեն կամ պաշտոնավորի ու ոչ պաշտոնավորի չնայեն։ Եվ Աստված պահանջում է, որ դատավորները այդպեսին չլինեն, երեսի չնայեն, եւ հենց Աստծո այս վերաբերմունքը ցույց է տալիս, որ նա արդար է, սուրբ է։ Աստծո արդարությունը եւ ճշմարիտ լինելը ինչով է ապացուցվում, նրա գործերով, նրա օրենքներով, նրա դատաստաններով, պատվիրաններով։ Եվ բոլոր պատվիրանները մենք տեսնում ենք սուրբ է, մաքուր է։ Շատ ժամանակ գիտեք ինչ հարցում են մեղադրում Հիսուսին, շատերը որ չեն ուզում Հիսուսի ճանապարհը ընդունել, ասում են Հիսուսն ինչու է ասում թշնամուց սիրիր։ Թող չասի թշնամուց սիրիր։ Կամ ինչու է ասում մի երեսի խփում են մյուսը դեմ տուր։ Ասում գիտեք ինչ, դուք ձեր աչքերով նայում եք, ուզում եք Հիսուսը ձեր խելքին լիներ։ Դու պատկերացրա տան տերը դու ես։ Շատ անդամներ ունես տան մեջ։ Միթե դու տանդ անդամներին կասես, որ եթե եղբայրդ կամ քույրդ կամ հարսդ կամ որևէ մեկը հանկարծ քեզ ապտակում է, դու էլ նրա բերանը ջարդիր։ Միթե կասես, այլ ներողամտության կա մղես, չէ, ընտանիքի անդամներ եք։ Եվ բոլոր ազգերը հենց սրանով երևում է, որ Հիսուսը բոլոր ազգերի Տերն է։ Բոլորի Տերն է։ Դրա համար Հիսուսը խաղաղության է մղում, հաշտության է մղում։ Ոչ թե նա պետք է ասել ատամի տեղ ատամ, իհարկե օրենքը այդպես է պահանջում, բայց որպես հայր, որպես Տեր, որպես ազգերի սեփականատեր, Հիսուս պահանջում է խաղաղություն բոլորի մոտ։ Բայց ճշմարտության համար մեղադրում էին Հիսուսին, հիմա էլ են մեղադրում։ Ինչու է Հիսուսը այդ խոսքերն ասել։ Եթե քո թշնամուն ասում է նրան սիրիր, նույն խոսքը քո թշնամուն է հնչում։ Երկուսիդ էլ Հիսուսը նույնն է ասում։ Քո թշնամուն քեզ համար է ասում սիրիր նրան։ Քեզ էլ ասում է քո թշնամուն սիրիր։ Այսինքն եթե թշնամիները Հիսուսին լսեն իրար սիրեն, կդառնան բարեկամներ։ Դրա համար թեկուզ ասում եմ, այսօր շատ խոսքեր պատվիրաններ կան Հիսուսի կողմից կամ Աստծո կողմից, որ կան մարդկանց ուղղված մարդիկ դա չեն ընդունում, դա չի նշանակում, որ արդարացի չեն։ Ուղղակի նրանք արդարությունը չեն սիրում,
խաղաղություն չեն սիրում։ Դրա համար ինչ որտեղ մեղադրում են Տիրոջ պատվիրանները։ Սակայն եթե իրավական հիմքի վրա նայեք, Տիրոջ բոլոր ասածները ճշմարիտ են եւ արդարացի։ Ուրեմն երրորդ բաժինը մենք կնայենք, որը կոչվում է որ մարդն է արդար եւ մարդու արդարացումը։ Մինչև մենք չպարզենք, որ մարդն է արդար, չի պարզվի, ով ինչ իրավունք ունի։ Չէ՞։ Աստված նախ ժամանակ տվեց, որպեսզի պարզի արդյոք որ մարդն է արդար։ Մինչև որ փրկության ծրագիրը ճանաչեցնի մարդկանց եւ փրկության գործը կատարի, Աստված բավական ժամանակ հնարավորություն տվեց, որ պարզվի, որ մարդն է արդար, օրենք տվեց։ Ահա իմ սուրբ չափանիշը, դե հիմա նայեք ես որպես հայլի, նայեք ես հայլու մեջ ու ասեք ով է արդար։ Բայց ինչ ապացուցվեց, որ արդար չկա, մեկն էլ չկա։ Բոլորը խախտում են այդ սուրբ օրենքը։ Այսինքն ողջ մարդկության մեջ դարերով, հազարամյակներով որ մարդը եկել է, պատմության մեջ միայն մեկ մարդ է կարողացել արդար դուրս գալ։ Հիսուս Քրիստոս մարդը, որպես մարդու որդի։ Իհարկե նա հոգով Աստծո որդի է, սակայն որպես մարդկանց ցեղից մեկը միայն նա է արդար օրենքի առջև։ Ուրեմն երկրորդ օրինաց 6:25-ում ասում են եւ մեզ համար արդարություն լինի, եթե մեր Տեր Աստծո առաջին այս բոլոր պատվիրանները կատարելու զգուշանանք, ինչպես նա որ մեզ պատվիրեց։ Այսինքն Մովսես ասում է. «Եվ մեզ համար արդարություն լինի Տեր Աստծո առջև, որ պայմանում, եթե այս բոլոր պատվիրանները կատարելու համար զգուշանանք, որ այդպես լինենք»։ Այսինքն Աստված նոր էր օրենք տվել, հələ դեռ մարդիկ չգիտեին սա ինչ է, չգիտեն որ օրենքը հայլի է։ Եվ երբ որ նոր էին ստացել, ասպես է ասվում, զգուշացեք, որ դա կատարեք, որ մեզ համար արդարություն լինի Տեր Աստծո առջև։ Եվ մարդիկ սկսեցին փորձել։ Այսինքն բոլորը սկսեցին իրենց ուժերը չափել օրենքի հետ։ Տեսնեք, որ մարդն է, որ ամբողջ օրենքը կպահի, ասենք կբարձրացնի, հա։ Հաշվեք ծանրոց է, որ պետք է բոլորը կատարես։ Սակայն երբ որ ապրեցին, բացահայտվեց, որ օրենքի առջև մեղավոր են։ Կամ մեկ ուրիշ համար ձեզ համար կարդամ Հակոբոսի 2:8-10 գրված է։ Ասում է. «Արդ եթե թագավորական օրենքը կատարեք գրվածքի համար, թե սիրի քո ընկերին քո անձի պես, լավ եք անում, բայց եթե աչառություն եք անում, մեղք եք անում հանդիմանած օրենքից, ինչպես օրնազանցներ։ Որտեղ ով որ բոլոր օրենքը պահի, մեկումը մեղանչի, ամեն օրենքին եղավ պարտական»։ Տեսնում եք, եթե ուզում եք օրենքը պահեք, լավ եք անում, վատ բան չի, որ ուզում եք սուրբ լինեք, բայց փաստը սա է, եթե մեկում էլ խախտես, դու արդեն օրնազանց ես համարում։ Արդեն մեղքն ինչ է, անօրնություն, այսինքն անօրինական քայլ կատարած։ Մարդը բացահայտվում է մեղավոր։ Եթե բոլոր օրենքը պահես, մեկ կետ խախտես, մեղավոր ես։ Ուրեմն օրենքը դարձավ միջոց, որ մարդ իրեն տեսնի, այսինքն հարցը սա էր, որ մարդն է արդար։ Այն մարդը, որ օրենքը կպահի։ Որովհետև ոչ մեկը չկարողացավ պահել, իհարկե բացի Հիսուս Քրիստոսից, որ ասեցինք, որ նա միայն ամբողջությամբ օրենքը կատարեց, բոլոր մարդիկ խախտեցին։ Օրինակ, առաջին Պետրոսի 2:21 եւ 22-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, որ Քրիստոսն էլ չարչարվեց եւ ձեզ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք, որը մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում։ Ձեզ հələ որ կոչ չեմ անում ինչպես գնաք, սակայն հարցը սա է, որ նա Քրիստոսի համար վկայություն է տալիս, որ մեղք չգործեց եւ անօրինություն չգտնվեց նրա բերանում։ Այսինքն ոչ խոսքով է մեղանչել, ոչ գործով։ Որևէ կերպ Քրիստոսը չի մեղանչել։ Նա է որ միայն սուրբ է եւ 3:18-ում է նույն Պետրոսի թղթում գրված է։ Ասում է, որտեղ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց այն արդարն անարդարների վրա, որ մեզ մոտեցնի Աստծուն, որ թեև մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով։ Արդարն անարդարների համար։ Այսինքն ողջ աշխարհը անարդար էր, մեկ արդար կար, արդարը անարդարների համար չարչարվեց, խաչվեց։ Այսինքն պատմությունը սա է ցույց տալիս, որ ամբողջ մարդկության պատմության մեջ
Մեկ անձ կա միայն, որ չի մեղանչել, Հիսուս Քրիստոսը։ Թե չէ բովանդակ բոլոր մարդկությունը մեղանչած է, մեղավոր է։ Ճիշտ է, փոքր երեխաները խելքները չի հասնում մի բանի, որ մեղանչեն, սակայն նրանք պոտենցիալ մեղանչողներ են։ Հենց որ կարողացավ քայլ անի, անգամ շատ երեխաների տեսնում ենք, որ դեռ խոսալ էլ չգիտի մեղք է գործում։ Մեղքը խոսքից առաջ են գաց նրանց։ Նախանձում են, չէ, երեխաները իրանց չափի ծեծում են նախանձից, անգամ սուտ են խոսում, ասենք խոսում ոչ թե խոսքով, ասենք օրինակ ուրախանալու համար ծնողներս թից ասում են վայ, ինքը սուտ հազում է, օրինակ տեսել եմ, ասում ճիշտ է ուրախանում եք, բայց սա մեղք է, թեև Աստված չի դատի, գիտության մեջ է այդ մեղքի անը, բայց տեսնում եք, որ արդեն մեղքի պտուղ կա, նա կատարում է մեղքը, դեռ չի էլ խոսում, դեռ հայր-մայր չասած մեղանչում է, պատկերացնում եք, թեև գրված ասած գիտության մեղքերը անտեսում է, իսկ Քրիստոսի համար ինչ էր գրված մանկությունը, որ նա շնորհքով էր մեծանում Աստծո առջև եւ մարդկանց։ Ոչ սուտ էր խոսում, ոչ նախանձում էր, ոչ երեխա էր ծեծում։ Քիչ բան է գրված, բայց նա մանկությունը նկարագրված է։ Մանկությունից մինչև մահ եւ համբարձում նա որևէ մեղք չգործեց։ Մարդ լինելով հանդերձ։ Աստված ցույց տվեց, բացահայտեց, համոզեց մարդկությանը, որ դու մեղավոր ես։ Եվ ոչ թե դատելու համար ապացուցեց, որ դու մեղավոր ես, այլ ողորմելու համար։ Այո, երկար է, հազարամյակներ տևեցին, սակայն հավիտենության պատմության մեջ կարճ է։ Փառք Աստծո, այդ կարճ ժամանակում ապացուցեց մեր մեղավորությունը։ Որպեսզի երբ որ ողորմության առաջարկություն անի, փրկության առաջարկություն անի շնորհքով, մարդիկ չասեն, չէ, քո տվածից պետք չի, ես իմ ջանքերով կհասնեմ։ Քո ջանքերի համար ժամանակ տվել եմ, Աստված ասում է, եւ դու դուրս եկար անօգուտ, դուրս եկար մեղանչած, դուրս եկար պարտված։ Սակայն ես քեզ ուզում եմ բարիք անեմ, մեղավորիդ փրկեմ։ Հռոմեացիների 3:26-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, որ իր արդարությունը երևացնե Աստծո համար ասում, այս ժամանակում, որ ինքը արդար լինի եւ արդարացնող նրան, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է։ Աստված պատրաստեց Հիսուս Քրիստոսով գործ, խաչ, դատաստան խաչով, մահ եւ հարություն, որպիսի Քրիստոսով մարդուն արդարացնի։ Եթե Աստված անիրավական ճամփով ուզենար մարդուն փրկի, առանց իրավական հիմքի արդարացման, Աստված այդ ժամանակ ինքը սխալ գործած կլներ, մեղանչած կլներ եւ կկործանվեր ողջ տիեզերք, եթե տիեզերքի Տերը կործանվեր, տիեզերքները հետը պետք է կործանվեր։ Դրա համար Աստված, ասենց ասած, այդ սև ճանապարհներով չպատրաստեց փրկությունը մարդու համար, աշկը փակեր ու խփեր գնար, բայց նա իր վճարեց մեղքի համար, պատիժ դրեց մեղքի համար, եւ այդ պատիժը իր վրա կրողը հենց այդ միակ անձն էր, որը չէր մեղանչել, Հիսուս Քրիստոսը։ Մենք որ նայեցինք, որ մարդն է արդար եւ մարդու արդարացումը, առաջին ասենց աս պատասխանը կարելի ասել տվեցինք, որ մարդն է արդար չկա մեկն էլ, չկա սուբիկ, ասում, բոլորը մեղանչեցին, բացի մեկից Հիսուս Քրիստոս Աստծո որդուց, որ նաեւ մարդու որդի էր։ Սակայն մի ուրիշ ցավալի դեպք կա, որ երբ որ պարզվում է մարդը մեղավոր է, արդար չի, մարդիկ սկսում են իրենց համար արդարության ճանապարհներ փնտրել։ Ճիշտ այն երեխաների նման, գիտեք ոնց, երեխային ուզում ես մի բան ցույց տալ, ասում է, չէ, թող ես անեմ, մեկը սխալվում է։ Սխալվում է հաջորդ քայլն անում, մյուս քայլն անում, նման երեխեք կան։ Այսինքն նրանք չեն դիմում քեզ, որ դու արա տեսնեմ ինչպես ես անում, եթե ասենք որևէ գործ, որ մեծի գործ է, ոչ թե իրենց։ Նմանապես շատ ժամանակ մարդիկ փոխանակ դիմեն Աստծուն, թե Տեր Աստված ինչ անենք, մեկը տեսնում ես իրենք դիմում են մարդկանց, իրենց նման մեղավորներին։ Հուդայի պատմությունը հիշում եք, որ խոսեցինք, ապաշխարության թեմայի մեջ է որքան հիշում եմ, որ Հուդան մեղանչեց եւ ուզում էր խոստովանվել, փոխանակ Աստծուն խոստովանվի, պարզ էր Քրիստոսին չէր կարող այդ պահը դա չէր,
Նա դիմում է նրանց, ովքեր իրեն մեղքի են մղել։ Իր նման մեղավորներին է դիմում իր փրկության համար։ Հենա որ իրանք քո փրկություն ուզեն, քեզ մեղանչել չէին տա, էլի։ Այսինքն սխալ տեղ են դիմում, նմանապես մեկ էլ տեսնում ես մարդիկ արդարության ճանապարհներ են ուզում գտնել, դիմում են թեկուզ իրենց ազգի միջի ինչ որ չափով մի քիչ կրթվածի կամ ֆիզիկական ուժեղ մեկին կամ որևէ բժշկի նա եթե բժիշկը իր բժշկության մեջ փորձառություն ունի նա չի կարող մեղքը չեղյալ համարել մարդկային ճանապարհներով մեղքը չեղյալ չես կարող համարել գործվել է արդեն վերջ չես կարող այնպես անել որպես թե չի եղել ու քեզ արդարացնես դիմում են մարդկանց արդարության համար հիշում եմ մեկ ասում է երբ որ ես զգացի մեղքի պատասխանատվությունը վրաց ասացի սպասի սրանով հոգիս թեթևացնեմ հայրենասիրական գործ անեմ ու սկսեցի ասում է իրենց երկրում օտար ազգի մեկն էր պատմում ասում է իմ ազգային շարժմանը խառնվեցի հեղափոխության եւ այլ տեսա նորից այդ խշմտան քիչ ցանգից չի տալիս այսինքն մարդկային ոչ մի ձև մեղքին համար խաղաղություն չունի խոստում չունի մարդու խաղաղություն մարդու խիղճը կամ հոգին ազատի պատասխանատվությունից դրա համար մեկը կա Արարիչը Տերը Աստված պետք է մարդ դիմի նրան եւ նա ճանապարհով ուզենա արդանա ոչ թե ինքնահանար ճանապարհներով հենա որ մենք այդքան խելք ունենանք այս օրին չենք ընկնի էլի այսինքն մեղքի մեջ չենք մնա կամ էլ բարեգործություններով օրինակ սխալ ճանապարհ կա որ մարդը ուզում է սխալ հիմքերով արդանալ բայց օրինակ 3:20-ում հռոմեացիների ուղված նամակի Պողոս առաքյալի կոնսոր գրած ասում է որտեղ օրենքի գործերից ոչ մի մարմին չի արդանա նրա առաջին որտեղ օրենքով լինում է ընդամենը մեղքի գիտություն ոչ թե արդարացում Աստված օրենքը չի տվել որ մարդը դրանով արդանա Աստված տվել է որ մեղքի գիտակցես Նաև 9:31-32-ում նույն հռոմեացիների թղթից ասում է Իսրայելը համար վկայում է ինքը իսրայելցի լինելով մեկը Պողոս առաքյալը ասում է գնում էր արդարության օրենքի հետևից արդարության օրենքին չհասավ Ինչու համար որովհետև ասում է ոչ թե հավատքից այլ իբրև թե օրենքի գործերից էր ուզում արդարանալ որովհետև գայթակղության քարի վրա ընկավ Այսինքն չկարողացավ Հիսուսի պետք է հավատալ արդարանալ բայց Իսրայելը Հիսուսի մերժեց ուզում է օրենք կատարելով ասում բայց այդպես էլ արդարության չհասավ որովհետև անհնար է Նորից մենք տեսնում ենք որ մարդը այո որ ասում ուրիշ մի ճանապարհով է ուզում արդարանալ ծիսական արդեն գիտեք ոնց ոչ թե արդարության պահանջ կատարելով լավ է պահանջը դժվար է մի գողացի մի շնացես մի արա ոնց է լինի անում Մենք ուզում ենք ծիսակատարություններով արդարանալ, կրոնական կամ ազգային ծիսակարգերով, բայց Եսայի մարգարեն 64:6-ում ասում է Եվ մենք ամենք սպիղծ բանի պես ենք դարել եւ անմաքուր լաթի պես է մեր ամեն արդարությունը եւ տերևի պես մենք ամենք թորոմել ենք եւ մեր հանցանքները քամի պես վեր են առնում մեզ Այն մարդուն ասում որ ուզում է իր արդարությունով կանգնել իրավունքի առաջ Եվ ինչ ասում, մեր արդարությունն անգամ պիղծ է, կեղտոտ լաթի շորի նման է դարձել, տերևի պես չորացել է, մարդու արդարությունը իրական արդարություն չէ, այսինքն իրավունքից խախտված է, մենք մեր ձևերով, մեր ճանապարհներով չենք կարող, մեր կրոնական օրենքներով չենք կարող, օրինակ ոմանք ուզում են, որ խոսում ես մարդկանց հետ, ուզում են արդար Երևան, ասում են, օրինակ ես եկեղեցի գնում եմ տարին քանի անգամ Այնտեղի նստած մուրացկաններին փող եմ տալիս, մոմս վառում եմ, այս ծիսական կարգերը, խաչ վերածած, չգիտեմ, հարությունահամբարձումը, ես ինչ բոլորին մասնակցում եմ, դրանցով չի արդարացումը։ Ես մեղանչել եմ, պատկերացրեք, մեկը մարդ է սպանել, ու թող ծիսակատարություններին մասնակցի, միթե դրանով նա մեղքի կվերանա, նա արդեն մարդասպան է։ Հռոմեացի 3:22-ում էլ ասում է Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար, եւ այն ամենի վրա, որ հավատում են, որտեղ խտություն չկա, որտեղ ամենքը մեղանչեցին Աստծո փառքից պակասած են։ Շարունակության մեջ ասում է, ձրի են արդարանում նրա շնորհքով այն փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսումն է։ Այսինքն նորից որևէ ճամփա չկա, բացարձակ որևէ ճանապարհ չկա, որ մարդը դրանից արդարանա
այսինքն իր ճանապարհներով։ Խոսքը մարդկանց ճանապարհների մասն է, որ որևէ ճանապարհ չկա, այլ մեկ ճանապարհ կա, Աստծո ճանապարհը։ Մարդուն Տերը արդարացնում եւ փրկում է այդ ճանապարհը, Աստված որ մեզ տվեց, որ մեզ ազատի օրենքի պարտքերից, պահանջներից, պատիժներից, պատժի պատասխանատվությունից, դա Հիսուս Քրիստոսի խաչի գործին հավատալն է։ Եվ նրան ընդունել որպես Տեր եւ Փրկիչ։ Օրինակ, խաչի գործ ասելով ինչ նկատի ունենք։ Օրենքի առջև ես մեղավոր եմ, որ ասեցինք օրինակ մարդը է սպանում կամ մի վնաս է տալիս եւ պետք է հատուցի, մինչև այդ քանի մարդը մեղավոր է ըստ օրենքի նա իրավունք չունի, չէ, ապրելու ազատ, ապրելու մարդկանց մեջ, չէ, դա պետական օրենքի համաձայն, այլ նրան հասնում է, որ նա պետք է կանանավայրում լինի, դատապարտված լինի, բայց երբ որ արդեն հատուցում է, արդեն նրան իրավունք է տրվում, որ նա ազատ ապրի մարդկանց մեջ։ Պետական օրենք խախտողների համար տեղ կա, բանտ, նման տեղեր։ Իսկ Տեր ասե, մեղքի վարձքը մահն է։ Մահվան մեջ պիտի ապրի, նա ազատության մեջ իրավունք չունի ապրի, պատիժը դա է։ Մահ պիտի ստանա, պետք է պատժվի։ Բայց օրինակ եմ ասում, հələ փոխենք փոքր օրինակներով, եթե ես մեկի վնաս եմ տվել, թեկուզ ես չեմ կարողանում հատուցել, ինչ-որ մեկը իմ փոխարեն հատուցում է, կարողանում է հատուցել։ Բնական է ինձ ազատում է այդ պատասխանատվությունից, չէ, պարտքերից կամ դատաստանից։ Նմանապես, քանի որ մենք Աստծո օրենքին ենք պարտք եւ մահով ենք պարտք, տանջանքով ենք պարտք, Աստված այդ պատիժը դրեց Քրիստոսի վրա։ Հավիտենական անմահ անձը եկավ մեղավորի փոխարեն տանջվելու։ Նա այդ մեղքի պատիժը վերցրեց իր վրա։ Եսային ասում է 53-րդ գլխում ասում է, մենք նրան պատուհարված ենք համարում, Աստծուց զրկված։ Կարծես թե նա տեղն է, հենց իր մեղքերի համար է իբրև թե, բայց պարզվեց, որ նա մեր մեղքերի համար է տանջում, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ։ Մեզ համար է, մենք կարծում ենք, թե նա մեղավոր է, որ Աստծուց կտրվել, Աստծուց զրկվել է։ Մարդիկ էլ չգիտեն, իրենց համար ասում են, դե եթե Աստված նրան հավանես, թող խաչից իջնի, չգիտեն, որ խաչից իջնի դու պարտք կմնաս։ Եվ ինչ կատարվեց, երբ որ նա հատուցեց, անգամ Սուրբ Գիրքը ասում է, նա կրկնակի հատուցեց։ Արդեն մենք իրավունք ունենք ազատվելու, ազատության մեջ ման գալու, հատուցումով արդարացար դու։ Բացի այդ, Աստված վերստին ծնունդ է տալիս։ Ասում է, քանի որ մարդը օրենքին պարտք է, օրենք հավիտենական է, օրենքն էլ չի մեռնում, որ դու նրանց ազատես, ուրեմն դու պիտի մեռնես օրենքից ազատվելու համար։ Եվ ասում եմ, մենք Քրիստոսի մարմնով մեռանք օրենքին։ Այսինքն մենք ազատվեցինք, մենք մեռանք ուրիշինը լինելու, օրենքի առջև մենք արդար ենք։ Մենք նրա դեմ մեր մեղք չենք գործել, այլ մեր հին մարդը մեռավ Քրիստոսի խաչի վրա։ Հռոմեացիների 6:6-ն եմ կարդում։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին, որտեղ նա որ մեռնում է, արդարացած է մեղքից։ Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Այսինքն Քրիստոսի մահ էր պետք, որ մենք արդարանանք։ Եվ հավատքով մենք ընդունում ենք նրա հարությունը, որ փրկվենք։ Ինչպես որ Քրիստոսը մեռավ, մեր հին մարդն էլ մեղանչած մարդը նրա հետ մեռավ։ Մենք վերստին ծնունդից խոսեցինք, չէ՞, անցած թեմայում, որ հիմա մենք նոր արարածներ ենք, նոր գործերով կանգնած, ոչ թե արդեն էլի օրենքի առջև, այլ Աստծո առջև։ Եվ խոսքը այսպես ասում, ինչպես որ Քրիստոսը արդար լինելով, չմեղանչած լինելով, մեկացավ մեզ հետ եւ դատվեց մեղավորի դատով, չէ՞, որպես մեղավոր դատեցին, բայց իր անձնական մեղքերի համար չէ, դա մեզ համար էր։ Նմանապես մենք էլ արդարություն չգործած մեկանալով Քրիստոսի հետ, նրա արդարությունն ենք ընդունում։ Նա մեր մեղքին է վերցնում, մենք նրա արդարությունն ենք վերցնում։ Եվ ինչ կատարվեց, նոր մարդ լինելով, նրա Հիսուսի գործով, որ մենք մանավանդ ոչ թե միայն պատիժը վերցրեց Քրիստոս, նաև մեզ նոր արարածներ դարձրեց, վերստին ծնունդ տալով, արդեն մենք որպես նոր արարածներ ենք կանգնած իրականության առջև։
Չեմ ասում են մարդկանց համար, ովքեր չեն փոխվել, բայց անունները փոխված է, հավատացյալ չեն, մինչև այդ անհավատ մեղավորներ էին, հիմա էլ հավատացյալ մեղավորներ են։ Իմաստ չունի դա։ Սակայն մեր գործերից էլ երևում է, որ մենք փոխվել ենք, դարձել ենք Աստծուն, Աստծո որդու նման ենք ապրում, թեկուզ ոչ կատարյալ, բայց տեսնում եք աճ կա դեպի կատարելություն։ Աճում ենք, որպես մանուկ աճում ենք դեպի կատարելություն, անմեղություն կատարյալ։ Սակայն մեր Տերը, մեր պատասխանատուն Հիսուսն է։ Երբ որ դատաստանը գա, դատաստանի օրը գա, Քրիստոսը պետք է կանգնի մեզ համար եւ ասի բարեխոս է, չէ՞ ասում է Հորմոն, որ նրա համար ես հատուցել եմ նրա պարտքը։ Դատաստան տակ չընկավ։ Իսկ նրանք որ Քրիստոսին չեն ուզում, Քրիստոսը պետք է ես ուզում եի քեզ համար հատուցել, դու չուզեցի, դե արի պատասխան, դու ինչ պատասխան պետք է տա, պետք է դատվի։ Կամ մեկ ուրիշ sense օրինակ եմ լսել, նման է ուղակի, չասեմ այդպես, ասում է երկու եղբայր կան իրար նման էին, ջևկաթա էին։ Ասում մեկը շատ չար էր, իսկ մյուսը հավատքի մարդ էր։ Հավատացյալ եւ այնպես պատահեց, որ նա չարություն անելուց մի մարդու խփեց, կռվեցին, ասում այդ մարդը մեռավ։ Այդ մարդու արունը իր շորերով ամբողջ հագուստի վրա էր։ Եվ ասում մարդիկ ընկել էին նրա հետևից, որ նրան բռնեն, իսկ նա փախչում էր։ Փախավ, եկավ տուն, արդեն եղբայրը հեռվից զգաց ինչ է կատարում, ասում մինչև ժողովրդի գալը նա եղբորը ասում շուտ արա շորերդ հանի։ Հանեց իր շորերը, եղբորը հագցեց, եղբոր շորերը հագավ, ասում իրար էլ նման են, ժողովրդը եկավ էս արդանին բռնին տարան։ Աղբորը բռնին տարան եւ դատեցին որպես մարդասպան, ասում այս եղբայրը մեղավորը շատ ազդվեց, որ փաստորեն իր փոխարեն իր եղբայրն է դատվել, իր պատիժը կրում կանանավայրում։ Փոխանագնա այնտեղներ նա այստեղ, որևէ մեկը ազատ պետք է լիներ, մյուսը մեղավոր, այսինքն պետք է այդտեղ լիներ։ Բայց ասում է եղբորից մի նամակ ստացավ։ Ասաց ես քո արունոց շորերը վերցեցի, հայտնվեցի բանտում, դու էլ իմ արդար շորերը հագար, դենց էլ մաքուր պահի ազատության մեջ։ Ոնց ասես փոխեցի իմ կյանքը քո հետ։ Ես դատվել եմ, բայց քո փոխարեն պատիժը վերցնել եմ, միևնույն է, ինչ պատիժ օրենքով հասնում է, ես կրում եմ, բայց դու քեզ պահիր իմ անվան տակ որպես արդարի, որտեղ ես արդար կյանք եմ ապրել։ Նմանապես մենք մեղավոր ենք, հիմա Քրիստոսի արդարներն ենք։ Դա համար Տերը մեզից պահանջում է իմ արդարությունը պահի, մի կորցրու։ Աստված մեզանց որևէ գործ չի պահանջում արդարանալու համար, այլ միայն հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսինքն հավատալ նշանակում է ընդունել նրա կատարած գործը։ Ես ընդունում եմ, որ իմ պարտքերը, իմ մեղքի պատիժները, այսինքն նա կրեց։ Ելեսուրգի ասում է կրկնակի հատուցեց։ Աստված լինելով մարդացավ եւ այդ պատիժը կրեց։ Անկամ դժոխք իջավ գրված է Տերը եւ իջավ դժոխքում անդունդում լինողներին էլ ասում է քարոզես չէ, անկամ շեշտում է որ խմբի մարդկանց։ Հռոմեացիների 3:22-25-ում ասվում է, այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է այն ամենի համար եւ այն ամենի վրա, որ հավատում են, որտեղ խտրություն չկա, որտեղ ամենքը մեղաչեցին եւ Աստծո փառքից պակասին, ձերեն արդարանում նրա շնորհքով այն փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսումն է, որտեղ Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու նրան հավատալով նրա արունով, ասենք որ մենք քավություն ստանանք հավատալով նրա արունով, որ իր արդարություն ցույց տան առաջուց գործած մեղքերի թողության համար Աստծո ներելու ժամանակին։ Նախ Աստված ներեց եւ հետո վերստին ծննդով մեզ արդարացրեց։ Իհարկե Քրիստոսի հարությունով 4:25-ում էլ նույն հռոմեացիների թղթում ասում է, որ մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Մեռավ, թաղվեց, պատիժը տվեց, վերջացավ, ամեն ինչ կատարեց եւ հարություն առավ։ Արդեն որպես արդար, որպես արդարի, որպես մուծածի ամենքի մեղքի համար։ Իհարկե ոչ ոք չի կարող ոչ իր որդու համար, ոչ իր համար, եթե չի կամ պատասխան տա իր որդու կամ հոր համար, որ դուք պատասխան տա։ Դրա համար ասիկա երկրի մեկը չկար, որ այս գործը կատարի բացի Հիսուս Քրիստոսից։ Երկրորդ Կորինթացիների 5:17-ում գրված է. Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է, հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Սա է արդարացում, այսինքն գիտեք ոնց
որ ասեցինք դատավորը չի կարա անտեսի մեղքը կամ մեր գործերը, մեր ասենց ասած ծիսակատարությունները չեն կարող չեղյալ համարել մեղքը։ Բայց Քրիստոս ինչ ասում։ Մեղավոր բնությունը դատեց չէ Քրիստոսը իր հետ։ Մեր հին մարդը ասում է դատեց իր հետ, խաչի վրա եւ թաղվեց նրա հետ։ Բայց ասում է ովքեր Քրիստոսում են նոր արարածներ են, նոր ծնվածներ, արդեն այն մինչև նոր ծնունդը քո գործած մեղքերը քեզ վրա չեն համարվում, որտեղ այդ ուրիշ մարդ էր, որ կատարում էր։ Իհարկե մենք չշարաշահենք, ասում է մեկին դատավորը դատում է գողության համար, այն էլ հավատքից ընկած մարդ է եղել այդ գողություն անողը, իրեն փրկելու համար ասում է, գիտեք ինչ, պարոն դատավոր, ես չեմ գողացել, իմ հին մարդն է գողացել։ Ասում է, դե որ քո հին մարդն է գողացել, մենք քեզ չենք դատում, իրանք գցենք բանտ, դու էլ կարաս իրանից ազատվի։ Այդ մարդու ձեռների մեջ ես, քո հին մարդու ձեռների մեջ, որ քեզ քո ոտու ձեռը տարել է գողության։ Մենք գցենք բանտ հին մարդու, դու կարաս քեզ ազատի հին մարդուց։ Դրա համար ասում է, չէ, դուք նոր կյանքով պիտի ապրեք, Քրիստոսի պատկերով։ Տերը ձեզ շատ օրհնի, Գաղատացիների 2:16-ում էլ ասվում է. Գիտենք, որ մարդը օրենքի գործից չի արդարանում, բայց միայն Հիսուս Քրիստոսի հավատքից, որ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որ Քրիստոսի հավատքից արդարանանք, եւ ոչ թե օրենքի գործից, որովհետեւ օրենքի գործերից ոչ մի մարմին կամ մարդ չի արդարանա։ Այսինքն ինչ է նշանակում, միայն մի ճանապարհ կա, Քրիստոսին հավատալով դու կարող ես ստանալ վերստին ծնունդ, արդարացում եւ փրկություն։ Դրա համար Տերը ասաց, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայություն չի մտնի։ Արդարացման համար վերստին ծնունդ պետք է լինի եւ վերստին ծնունդը ունի միայն Տերն է։ Դու ծիսակատարություններ կատարելով վերստին չես ծնվի։ Տերը քեզ պետք է ծնունդ տա իրենից։ Բայց մարդիկ շատ ժամ մերժում են վերստին ծնունդը, մերժում են Տիրոջ փրկությունը, ուզում են իրենց գործերով փրկում են, դե գնային կամ գործարա ումից պետք է ծնվել, չեմ հասկանում։ Բայց եթե Աստված է գործում, Աստված ինքն իրենից ծնունդ է տալիս քեզ։ Տերը ձեզ օրհնի։ Կողոսացիների 2:13-15-ում էլ գրված ասում է. Եվ ձեզ որ մի ժամանակ մեռած եք մեղքերում եւ ձեր մարմնի անթրպատությունը իր հետ ասում է կենթանացես բոլոր մեղքերը ձեզ շնորհելով, ասենք ներերով, եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագրերը եւ որ հրամաններով մեզ հակառակ էր եւ նրան վեր առավ մեջտեղից եւ խաչափայտին բևեռեց եւ շարունակում է իհարկե ինչ ասում նա իրենով մեր այն պարտքերի ցուցակը վերցրեց ու խաչին գամեց առանց Քրիստոսի դատապարտություն չկա մեղքին եթե մարդը ուզում է ազատվել հին մարդու ապագայից պետք է ընդունի Քրիստոսի խաչը, որ մեզ հակառակ այդ հրամանները, որոշումները, որ որպես մեղավոր որոշված էր, ինչ դատ մեզի տան, ասում է Հիսուսը խաչափայտին է գամը, վերջ, էլ դու չես դատվելու։ Հենց սա է քո արդարացումը։ Հիսուսը վերցրեց, արդարություն է հատուցեց։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ, եթե մեկը քո մեքենային խփել է, եւ թեկուզ եղբայրը կամ հարազատը եկել այդ վնասը տվել է։ Հիմա ինչպես որ ապան է անում, հա, արդեն խփողը ազատ է, արդարացի չի դու նրանից գնաց նորից գումար պահանջես, չէ, որտեղ քեզ հատուցվել է, կարելի ասել մեքենայի հարցով ինչ որտեղ ապան արդարացնում է մեղավորին, նրան փոխարեն հատուցում է, նա ազատվում է մուծումից, բայց կյանքի հարցով ոչ մեկ չի կարող քեզ ապահովել, ապահովագրել, հավիտենական կյանքի համար, ով կարող է գնալ հոգին դժոխքից բերել, ոչ ոք կամ նրա մեղքերը չեղյալ համարեն։ Ուրեմն Աստծո դրած հիմքը իրավական է, արդարացումը ավելին է, քան ներումը։ Ներումը միայն մարդուն ազատում է պատժից, իսկ արդարացումը մարդուն հայտարարում է անարատ։ Վերստին ծնունդի հարցն է սա հենց, նոր արարած։ Քրիստոսով արդարացած մարդու կյանքում ի հայտ են գալիս հետևյալ պտուղները։ Ինչ է կատարվում, մարդը հաշտվում է Աստծո հետ, ընդունում է Աստծո շնորհները, Աստծո փառքը ստանալու հույս է ձեռք բերում, լցվում է Աստծո սիրով, փրկվում է գալիք բարկությունից, բոլորը սուբգիքը ցույց է տալիս, նոր կյանքով ապրելու զորություն է ստանում։ Եվ մեկ համար կարդամ Հռոմեացի 5:1-11-ն է, թեև շատ երկար է, բայց առաջին համարը կարդամ ասում է
Արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Եվ շարունակում այդ բոլոր բաները տեքստի մեջ, որ մենք ստացել ենք։ Հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ։ Եթե արդարացած չլինես, դու խաղաղություն չես ունենա Աստծո հետ, Աստված կմնար մեղավորի թշնամին, եթե դու մեղավոր մնայիր։ Մեծ թշնամի կորցրեցինք մենք Քրիստոսով։ Մեծ թշնամին դարձավ մեզ համար հայր բարեկամ։ Աստված ձեզ պահի։ Ուրեմն 4-րդ բաժինն էլ մենք նայենք եւ վերջացնենք, ասում է արդարացման երաշխիքը եւ տեսանելի ապացույցը։ Ինչն է երաշխավորությունը, որ իրոք արդարացված ես դու եւ ինչ ապացույց կա, որ դու արդարացված ես։ Երաշխիքը Քրիստոսի հարությունն է։ Եթե Քրիստոսի գործը Աստծո մոտ գոհացուցիչ չներ, Աստված նրան հարություն չէր տա։ Հենց հարությունը մեր արդարության երաշխավորությունն է։ Ուրեմն Հռոմեացի 4:23-ից 25-ում գրված է. բայց ոչ միայն նրա համար գրվեց, թե նրան համարվի արդարություն, այլ մեզ համար, որ պիտի համարվի, որ հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, որ մատնվեց մեր հանգցանքների համար, հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Այո, ասում է, հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Մեր մեղքերը հատուցեց, մեղքերը ջնջեց, ներեց, մահով հատուցեց, հարությունով արդարացրեց։ Նաև Հռոմեացիների 8:33-34-ը կարդամ ձեզ համար, որտեղ գրված է. ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացում է, ով է որ դատապարտի, Քրիստոսը որ մեռավ, ավելի որ հարություն էլ առավ, եւ Աստծո աշկոհումն է մեզ համար, եւ բարեխոսել է։ Ով է մեղադրող Աստված, ով է դատողը Քրիստոս, բայց հենց Աստված հիմա դարձել է մեր հայրը, Քրիստոս մեր մեղքերի պատիժը վերցնող, Աստված ներել է նրանով, մեզ դատող չունենք։ Արդարներ ենք, որովհետև Աստծո առաջին արդարության տեսանելի պտուղները, ասենք գործերը, սա երաշխավորության մասն էր կարդացի, Քրիստոսի հարությունը երաշխավորություն է։ Քրիստոսը հարություն է առել, մանավանդ որ այսօր մկրտում է Սուրբ Հոգով, հենց Սուրբ Հոգով մկրտությունն հարության ապացույց է, հարությունն էլ մեր արդարացման ապացույցն է։ Սակայն հիմա նայեք արդարության տեսանելի ապացույցը, որ ինչով է երևում, որ մենք արդարացվածներ ենք, փոխված ենք, վերստին ծնված ենք, սենց ասած, նոր արարածներ ենք, ոչ թե հին մեղավորները։ Մատթեոս 25:34-37-ում գրված է. Այն ժամանակ թագավորը կասի իր աշկոհներին, եկեք ով իմ հոր օրհնվածն է, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստած թագավորությունը, որտեղ ես սովեցի դուք տվիք ինձ ուտել, ծարավեցի ինձ խմեցեցիք, օտար էի ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի ինձ հագցրեցիք, հիվանդ էի ինձ այցելեցիք, բանտի մեջ էի եւ ինձ մոտ եկաք։ Այն ժամանակ արդարները կպատասխանեն եւ կասեն. Տեր, երբ տեսանք եւ Տերը իհարկե ասում է, եթե ես փոքրից մեկին արեցիք, մարդկանց դա ինձ համար արեցիք։ Այսինքն սա ապացույց էր, որ նրանք արդարներ են, որովհետեւ Տերը ասաց. արդարներին իր աշկոմը կժողովի մեղավորներին ձախ կողմը։ Եվ նրանց արդարացման ապացույցը ինչ է արդարության։ Բարի գործերը։ Որպես ապացույց, որ մենք փրկված մարդ ենք, արդարացված մարդ ենք, հավատքի գործեր Քրիստոսի համար, Քրիստոսի անունով էին անում։ Նաև առաջին Թեսաղոնիկեցիների առաջին գլուխ 3-րդ խոսքում այսպես է գրված, ասում է. Եվ անդադար հիշում ենք ձեր հավատքի գործ եւ սիրո աշխատանքը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հույսի ամփոփությունը, Աստծո եւ մեր Հոր առաջին։ Սակայն այստեղ ինչ է ասում, հիշում ենք ձեր հավատքի գործը, սիրո աշխատանքը, այսինքն այս գործերը հավատքի պատճառով են բարի գործերը։ Հավատքի գործը Իսրայելի համար ինչ էր ասում, նրանք արդարության օրենքին էին ուզում հետևել, բայց ոչ թե հավատքի գործերով, այլ օրենքի գործերով, բայց այդպես էլ չհասան։ Բայց նրանք որ հավատքի գործերով են հասնում են։ Նաև Հակոբոսի 2:24-ում գրված է, ասում է. Արդ տեսնում եք, որ մարդը գործերով է արդարանում, ոչ միայն հավատքով։ Տեսեք, չի ասում հավատքով չի արդարանում։ Շատերը ասում են մենք հավատում ենք, բայց արդարության գործ չունեն։ Սակայն Հակոբոս ասում է ոչ թե միայն հավատքով, այլ նաև գործերով։ Այսինքն եթե հավատում ես, հավատքին հետևում է գործ։ Հավատքի գործը, ապացույց որպես որ դու արդար ես։ Առաջին Հովանու 2:29-ում էլ գրված է, ասում է. Եթե գիտենք, որ նա արդար է, կիմանանք, թե նա ով արդարություն է անում, նրանից է ծնված։
ուշադրություն դարձնում եք, ով որ նրանից է ծնված կարող է այն գործերը գործել, արդարության գործը, որը իր հայրը ունի։ Ինչպես ենք իմանում, որ մարդը Աստծուց է ծնված, այն գործերից, որ մենք անում ենք, արդարության գործերը հավատքով։ Քանի որ մենք գիտենք, որ նա արդար է, ուրեմն ով որ արդարություն է գործում, նրանից է ծնված։ Եթե մեկը նրանից ծնված չի կարող արդարության գործերի մեջ հարատևի։ Որտեղ վեստին չծնվածի համար շատ ծանր է այդ արդարության գործերը։ Իսկ ասում են նա որ Աստծուց է ծնված, ասում է Աստծո խոսքը իր համար հեշտ է կատարել։ Արդարացումը Աստծո գործն է, որով բացահայտվում է հավատացողի նոր մարդ լինելը որպես բացարձակ արդար Հիսուս Քրիստոսի խաչի մահով և հարությամբ։